Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը Ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ մենք արդեն Vkontakte-ում ենք։ Ներողություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ինչով կարող եմ օգնել։ Այսօր ձեր մոտ արտականունով տղա են բերել, փողոցում ինչ-որ մեկն է գտել բերել, ճիշտ ասած ես շատ ինֆորմացիայի չեմ տիրապետում, ուզում եմ ձեզնից իմանալ նորություններ։ Հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, դեռ ուշքի չի եկել։ Մենք էլ հարազատներին ենք փնտրում։ Դուք… Ես ծանոթներից եմ։ Ես արտակին նոր եմ ճանաչում, բայց որ իմացա չկարողացա չգալ։ Իսկ դուք իր հարազատներին ճանաչում եք, կարող եք օգնել մեզ գտնել։ Չէ։ Ոչ մեկ դեռ չի զանգել, կարողա օգնեք։ Իսկ վիճակը ծանր է, կապրի։ Ես չեմ կարող բժշկի փոխարեն պատասխանել։ Այս պահին անգիտակից է։ Ոնց ես, պապ, ինչի մասին ես մտածում, մի տեսակ ես երևում։ Խառը բալես, խառը մտածմունքների մեջ եմ, չգիտեմ, որից սկսեմ, որտեղ ավարտեմ, դու ասա, դու ոնց ես, երջանիկ ես, էդ է հիմա իմ համար ամենակարևորը։ Հա, պապ, շատ երջանիկ եմ։ Պապ, ես նկատեցի, որ դու ինձ նկարեցիր, երբ Դավիթ մատիս մատանին դրեց։ Որ փոքր էի հիշում եմ, միշտ նկարում էիր ինձ։ Կյանքիս ամենակարևոր պահերին։ Նույնիսկ Տետրիս միջի գնահատականներն էիր նկարում։ Հիմա էլ ես նկարել, որ մամային ցույց տաս։ Հա, բալես։ Նկարել եմ, որովհետև մամա շատ անհանգիստ է։ Ինձ թվում է այդ նկարը, որ տեսնի մի քիչ գոնե կհանգստանա։ Շատ եմ մտածում քո մասին։ Շատ։ Պապ, ես էլ եմ մտածում։ Շատ եմ մտածում մամայի մասին։ Քեզ թվում է ես զգացմունքներ չունեմ, անսիրտ եմ։ Քեզ թվում է, որ արյունս ջուր է դարձել։ Չէ։ Ինձ համար այնքան դժվար է մտածել, որ իմ մաման հիվանդ է, բայց ես իր կողքին չեմ կարող լինել։ Ես շատ եմ ուզում մամայիս ներել, բայց այնքան դժվար է։ Բայց ցանկությունս այնքան մեծ է, որ մեկ-մեկ ինձ թվում է կարող եմ։ Հետո երբ որոշում եմ քայլ անել, այդ ամենը փչվում է ներսումս։ Այդ ամենը երևի նրանից է, որ վախենում եմ հիասթափվելուց, պապ։ Պապ, ես չեմ կարողանում լռեցնել իմ ներսի հարցերը։ Չեմ էլ կարող խղճիս ու սրտիս չլսել։ Ես ինձ այնքան վատ եմ զգում, ես անընդհատ ինձ մեղադրում եմ նրա համար, որ իմ հիվանդ մորը ես մենակ եմ թողել։ Բայց այդ սառնությունը չեմ կարողանում չզգալ։ Դու պետք է բացի հասկանալուց, Մարիա, քեզ տրամադրես դրան բալես։ Իսկ այդ մենակ դու կարաս անես։ Մենակ դու։ Մտածում ես կատակ եմ անում, հա։ Արա քանի շուտ է հենց տեղից գնա հենց հիմա։ Հեսա կհասկանաս իրականում ով է Արտակը ու ինչերի անտունակ։ Հանգստացի մի հատ։ Տեղը չես բերում, հա։ Դու հանգստացի, իրականում այդ տղա։ Դու պատասխան ես տալու հարցների համար։ Էլ գնաց տեղից, արա։
Արտակ։ Արտակ։ Գիտես, բալես, երբ մարդ ֆիզիկական ցավ է ունենում, դեղ է փնտրում, դեղ է խմում, որպեսզի վերացնի այդ ցավերը, իսկ հոգեկան ցավերի դեպքում փոխարինման են գալիս սեփական որոշումները, քայլերը։ Հիմա դու նոր կյանքով ես ապրում, նոր կյանքի սկիզբ, ու դու պետք է ընտրես, ինչ է ստանում հետդ ցավ, թե հանգստություն։ Բաբ, ես այնքան շատ եմ ուզում, որ իմ ու Դավիթի կյանքը առանց ցավերի ու խնդիրների լինի, որ այդ ամենը թողնենք անցյալում ու նոր կյանք մտնենք, շատ եմ ուզում։ Ես եմ տեսել Օֆան ոնց է տանջվում։ Իր տանջանքները անբացատրելի են։ Քո կյանքում ամեն ինչ այնքան խառն է եղել, Մարիա, որ դու լրիվ ուրիշ պատկերացումներ ունես մորդ հանդեպ, ես չեմ ուզում, որ դու մնաս այդ ազդեցության տակ։ Քո մայրը շատ լավն է։ Ինքը քեզ շատ է սիրում։ Ինքը միշտ մտածում է քո մասին։ Ու առանց քեզ կյանք չունի։ Ինքը դժբախտ կին է։ Ինքը վատ մայր չի։ Ուղղակի իր դժբախտությունների պատճառով շատ սխալներ արել։ Ինչ անեմ, բաբ։ Խոսի հետը։ Լսի։ Մի ընդհատի։ Մի խոսահետը որպես փաստաբան։ Լսի իրան որպես մայր։ Ինքը դրա կարիքը ունի։ Վստահ եմ դու էլ։ Վախենում եմ, որ չկարողանամ։ Կկարողանաս։ Եթե ուզես կկարողանաս, բալես։ Ես վստահ եմ, որ դու կարող ես։ Նոնա, ես դուրս եմ գալիս։ Ինչ չի հետաքրքրում, թե դու ինչ ես անում։ Քեզ ինչ եղավ, Նոնա։ Ոչ մի բան, ամեն ինչ շատ նորմալ է։ Ուղղակի ուզում եմ մենակ մնամ։ Ինչ ա եղել։ Ինձ հանգիստ թող, ես ուզում եմ մենակ մնամ, չես լսում։ Հա, Դավիթ։ Ես արդեն ձեր տան մոտ եմ։ Բա ասեցիր աշխատանքի ես գնում։ Չստացվեց քո մոտ եկա։ Դեմ ես։
Չէ, հենց հիմա գալիս եմ։ Լավ։ Ay Rafes ինչ արեցիր։ Աշոտ։ Ալա ոնց եք։ Ինչ է կատարվում տանը։ Աշոտ ինչ ա եղել, ինչի ա ձայնդ մի տեսակ։ Հովատ չես զգում քեզ։ Ասում եմ ինչ է կատարվում տանը։ Ռաֆը ուր է։ Ամեն ինչ նորմալ ա տանը, ամեն ինչ լավ ա, Աշոտ, բայց ինչ ա, դու ինչ-որ բան ես իմացել, Ռաֆը խոսել ա քեզ հետ։ Ալո։ Աշոտ, ինչի չես պատասխանում, խոսի, Աշոտ։ Ռաֆը տանն է, ինձ հետ ասա ալա։ Աշոտ, Ռաֆը տանը չի ու շատ տարօրինակ ա իրան պահում Ռաֆը, ես չգիտեմ ինչ ա կատարվում այդ տղու հետ, անընդհատ գնում գալիս ա, խառն ա։ Դու խոսել ես հետը, քեզ բան ասել ա Ռաֆը։ Լավ, ես գալիս եմ։ Գիշերը կհասնեմ տուն։ Ալո։ Բան չեմ հասկանում։ Մամ ով էր։ Չէի սպասում, որ կգաս։ Տանը ասել ես, որ ուշ ես վերադառնալու։ Չէ։ Բա ասա։ Իսկ ուր ենք գնում։ Դու ասա, ես կբացատրեմ։ Հայրդ էր։ Բայց խոսելուց ոչ մի բան չհասկացա։ Շնչակտուր էր, ձայնը դողում էր։ Ես չգիտեմ, բան չհասկացա։ Ինչ էր ասում, մամ։ Տուն ա գալիս։ Լուրջ։ Շատ լավ ա, որ գա գոնե Ռաֆը վերջապես էլ ոչ մի բան չի կարողանա անել։ Իսկ եթե ուշացած լինենք, իսկ եթե արդեն վատ բան արել ա։ Մամ, խնդրում եմ քեզ, կլինի վատ բաների մասին չմտածենք, մենակ լավը մտածենք, ամեն ինչ լավ ա լինելու։ Չգիտեմ, Լիլիթ, չգիտեմ։ Հորդ խոսելը դու չլսեցիր։ Շատ անհանգիստ էր։ Մամ ջան, ընդհանրապես կարող է ճանապարհին է, հոգնած է։ Այդքան բան։ Ինչ արել ես տղան, ինչ արել ես տղան։ Ինչ որ մի վատ բան արել ա։ Ես զգում եմ։ Ես կգժվեմ։ Չի պատասխանում։ Բա ուր ենք գնում։ Այն տուն, որտեղ երեք էինք։ Ինչի նորից այնտեղ։ Չգիտեմ, մի տեսակ հարազատ տեղ ա դարձել, ձգում ա։ Ու այդ ինչից է։ Սկսել եմ շատ բաներ այդ տան հետ կապել Մարիա։ Օրինակ ինչ։ Օրինակ այն, որ այդ տանը մենք կայացրեցինք մեր կյանքի ամենակարևոր որոշումներից մեկը։ Քիչ է։ Չէ, քիչ չի, ուղղակի ես չգիտեի, որ դու մանրակրկիտ ամեն ինչ հաշվի ես առնում։
Ուրեմն իմացի Մարիա, այն ինչ կապված է քո հետ, տեղով, ժամանակով, ճանապարհով, շրջապատող առարկաներով ամեն ձև անգիր եմ անում։ Լավ։ Ուրեմն կարանք համարենք, որ այդ տունը երկուսիս համար էլ շատ մեծ նշանակություն ունի։ Ոչ թե կարելի է, այլ պարտադիր։ Գնացինք։ Լավ, սպասիր, ես պապային մի հատ տեղյակ պահեմ, հա, ամեն դեպքում։ Հա Լիլիթ ջան։ Ռուբեն հոպար բարև, հա չեմ խանգարում։ Բարև բալես։ Չէ, ասա ինչ ա եղել։ Ռուբեն հոպար զանգել եմ ասեմ, որ պապան արդեն գալիս է։ Գիտեմ, որ ուզում էիր իրեն տեսնել, դրա համար որոշեցի առաջինը քեզ ասեմ։ Ապրես։ Ես անկեղծ ենք ուրախ եմ, որ պապան գալիս է, որովհետև վերջապես Ռաֆը կվերականգնվի, կսկսի իրեն նորմալ պահել գոնե մի քիչ։ Ու բացի այդ էլ ես չեմ ուզում, որ մեր ընտանիքների մեջ լարվածություն լինի։ Ինչ լարվածության մասին է խոսքը, բալես։ Չի կարա տես բան լինի, հանգիստ եղի։ Լավ, շնորհակալ եմ։ Լիլիթ, պապան հենց եկավ կզանգես ինձ, լավ։ Անպայման։ Հա, մի բան էլ հարցնեմ։ Հա, լսում եմ։ Ռաֆը տանն է, խոսել ես հետը։ Լիլիթ։ Չէ, Ռուբեն հոպար, տեղեկություն չունեմ։ Լավ, բալես։ Պապ, ինչ ա եղել։ Լիլիթն էր զանգել։ Ասում Աշոտ հոպարը հետ է գալիս։ Այսքան շուտ։ Ես Աշոտից բան չեմ հասկանում։ Սկզբում արձակուրդ է վերցնում։ Հետո աշխատանքից է դուրս գալիս, հետո երկրից է դուրս գալիս, հիմա էլ հետ է վերադառնում։ Ու ինձ մի հատ չի էլ զանգում։ Աշոտ հոպարից չի։ Աշոտ հոպարից չի։ Ես վստահ եմ ինչ-որ բան է կատարվում։ Խուսափում է ինձնից։ Չեմ հասկանում։ Բայց ինչ պետք է եղած լինի, որ Աշոտ հոպարը իրեն էսպես պահի։ Չգիտեմ, բայց ինձ թվում է Ռաֆի մատը խառն է։ Վստահ չեմ, բայց կասկածներս մեծ են։ Կարող է վերջի դեպքերն է իմացել դրա համար Աշոտ գալիս։ Եթե իմացած լիներ, կզանգեր ինձ, բայց չի զանգել, Մարիա։ Չեմ հասկանում։ Անհանգիստ եմ։ Սենց զգացողություն երբևիցե չեմ ունեցել, Մարիա, բայց սենց ներսից մի բան ինձ տանջում է, չեմ հասկանում ինչ։ Պապ, արի սպասենք Աշոտ հոպարը գա ու հասկանանք ինչ է կատարվում։ Թե չէ, այսպես ենթադրություններ անելով ավելի ենք մոլորվում։ Դե հա։ Ուղղակի ես շատ լավ գիտեմ Աշոտին, Աշոտը իմ 1000 տարվա ընկերն է։ Վստահ եմ, որ մի բան կատարվում է։ Պապ, Դավիթը ինձ է սպասում։ Մի քիչ կարող է ուշանամ։ Շատ չուշանաս։ Լավ։ Դավիթ, ես ինչ է։ Մտածեցի մի հատ էլ նշենք մեր միությունը։
Դուրս չի գալիս։ Շատ սիրուն է։ Շնորհակալ եմ քեզ, որ կաս Մարիա։ Բայց ավելի շատ շնորհակալ եմ, որ իմն ես։ Ես էլ քեզ եմ շնորհակալ, որ չլսեցիր ինձ։ Դու շատ յուրահատուկ տեղ ունես իմ կյանքում։ Չգիտեմ ոնց բացատրեմ, որ հասկանաս։ Այդ սիրուն բառերով նկարագրելն էլ իմը չի։ Մի տեսակ կեղծ է ստացվում։ Երևի հիմա ճիշտը լռելն է։ Մեկ լռությունը ավելի շատ բան է կարողանում ասել, քան 1000 բառ։ Դավիթ, ես չեմ էլ ուզում, որ դու սիրուն բառեր գտնես ինձ ասելու համար, որովհետև այս քայլդ այնքան սիրուն է, որ ոչ մի բան սրանից առավել չի կարա լինի։ Ինձ դուր է գալիս, որ դու ամեն ինչ անում ես, նենց ոնց դու ես զգում, ոչ թե փորձում ես ինչ-որ սուտ բաներ ներկայացնել։ Չես փորձում գեղեցիկ բառերով իմ ուշադրությունը գրավել կամ արդարանալ քո արածների կամ չարածների համար։ Ու դու ամեն վարքյան էլ ավելի կարևոր ես ինձ համար դառնում։ Իսկ դու ուղղակի երևույթ, որ պարտադիր պիտի լինի իմ կյանքում։ Եթե Ռաֆը մի վատ բան է արել, ուրեմն դա Մարիայի հետ է կապված։ Մամ, Ինչ Լիլիթ, ինքը հիմա մենակ դրա մասին է մտածում։ այսինքն մտածում ես, որ Ռաֆը վնասել է։ Ես չգիտեմ, ես ուզում եմ, որ դու ճշտես։ Գոնե իմանանք, որ իրանք լավ են։ Գոնե խիղճս հանգիստ լինի։ Մամ ջան, եթե ինչ-որ բան արած լիներ Ռաֆը, մենք հաստատ կիմանայինք։ Լիլիթ, ես քեզ խնդրում եմ ճշտի։ Հայրդ երեկոյան տուն է հասնելու, ասեց, որ հեռվից է գալու, գոնե մինչև այդ ճշտի։ Լավ։ Ռավ ջան, ես չգիտեմ դու որտեղ ես, բայց ուզում եմ ասեմ, որ պապա տուն է գալիս, տուն արի բալես։ Հալիլ։ Ապուլ, ոնց եք, ամեն ինչ նորմալ է։ Հա, ինչի։ Չէ, ուղղակի, Դավիթն ու Մարիան ոնց են։ Լավ են, ամեն ինչ լավ է։ Ահա, դե լավ է։ Ես ուզում եմ մենք նոր կյանք սկսելուց առաջ միասին բոլոր խնդիրները լուծենք։ Ես ուզում եմ, որ այն բոլոր խնդիրները, որոնք քեզ ստիպում են ինչ-որ մի պահի տխրել, էլ չլինեն։ Ես էլ կուզեի, Բայց չկա, դրա համար հիմա պետք է մենակ մտածել ու հասկանալ։ Դու ես վերջերս մամայիդ մասին չես խոսում, բայց ես զգում եմ, որ հոգուտ խորքում տանջվում ես։ Ես հասկանում եմ, որ քո համար շատ դժվար է։ Գիտեմ, որ չես կարողանում կողմնորոշվելու վերջնական որոշում կայացնել, բայց հավատա դրա ժամանակը եկել է։ Հիմա եկել ու հասունացել է այն պահը, երբ պիտի քո չհասկացված հարցերի ու կիսատ թողած խոսակցությունների հետևից գնաս։ Այն որ դու առանց խոսքի ինձ հասկանում ես, այդ այնքան կարևոր է ու ես հենց այդ մասին եմ մտածում։ Ես ուզում եմ, որ դու խոսաս մամայիդ հետ ու փորձես հասկանալ։ Բայց ոնց, չի ստացվում։ Մարիա, դու չես կարող միշտ փախնել այդ հանդիպումներից։ Վաղ թե ուշ դրանք լինելու են, իսկ ես ուզում եմ, որ դրանք հիմա լինեն։ Դավիթ, ես չեմ կարող հասկանալ մի մարդու, որ իրեն ձեռք մեկնած մարդու ընտանիքը քանդում է, ով որ մայր լինելով հանդերձ կարա ուրիշ մորից երեխա խլի, չեմ կարող հասկանալ։ Հասկանում եմ, բայց այսքան սառը լինելն էլ ճիշտ չի։ Մանավանդ այն ժամանակ, երբ գիտես, որ մայրը շատ լուրջ հիվանդ է։ Ես չեմ ուզում, Մարիա, որ դու քեզ հետո ավելի շատ մեղադրես։ Ես չգիտեմ կյանքը մեզ դեռ ինչ անակնկալներ է պատրաստում, բայց ես փորձում եմ դրանցից հնարավորինս խուսափել ու ուզում եմ, որ դու ինձ օգնես այդ հարցում։ Մենք պիտի մեր բոլոր եղած խնդիրների լուծումը տանք ու նոր կյանք մտնենք միասին։ Հետաքրքիր է, դու պատրաստ ես ներել քո մորը։
պատրաստ ես, որ այդ նույնը ինձնից ես ուզում։ Մամ ջան, խնդրում եմ, հանգստացի։ Քո ականջներով լսեցիր, ամեն ինչ նորմալ է, Մարիան ու Դավիթը միասին են։ Դու շատ սխալ համեմատություններ ես տանում, Մարիա։ Իմ դեպքը ուրիշ է։ Դավիթ, ինչն է ուրիշ։ Եթե երկուսս էլ ճակատագրի կողմից նույն կերպ ենք պատժվել, երկուսից մամաներն էլ նույն ստոր քայլին են պատրաստ եղել գնան։ Էնպես չի, որ այս փաստը հիմա ինձ չի ցավեցնում, բայց ես վիճակին սովոր եմ։ Ու գիտես ինչի։ Որովհետև եթե դու փոքր ժամանակ գոնե ապրելու մեծացել ես մորդ կողքին, ես այդ հնարավորությունն էլ չեմ ունեցել։ Ես երբեք չեմ իմացել, թե մայրը ինչ է։ Ես մի տատիկ եմ ունեցել, ինքն է ինձ պահելու մեծացրել։ Հա, հնարավոր է, որ ես էլ իմանայի, թե ինչ բան է մայրը, հիմա ինչ որ քեզ եմ խորհուրդ տալիս, ես անեի։ Խոսեի, փորձեի հասկանալ, տա ինձ ուզող հարցերն ու սպասեի պատասխանի։ Բայց իմ դեպքը ուրիշ է։ Ես գիտեմ, որ դու ուժեղ աղջիկ ես, Մարիա, ու գոնե ասածներից մասին կմտածես։ Դավիթ, կան բաներ, որ դու տեղյակ չես։ Իմ պապան մամայիս մոտ շատ է գնում։ Ու իրանք ժամանակին հարաբերություններ են ունեցել, որոնք ինչ-ինչ պատճառներով ավարտվել են։ Բայց հիմա պապան ավելի շատ է հանդիպում մամայի հետ։ Ես կասեի պարտադիր է դարձել իրենց հանդիպումները։ Դավիթ, ճիշտ է, ես չգիտեմ, թե իրանք ինչ հարաբերությունների մեջ են։ Քննադատելու իրավունք չունեմ։ Բայց ես չեմ ուզում, որ իմ մոր պատճառով դժբախտացած մայրը մի հատ էլ դժբախտ կին դառնա։ Մի նեղվի, Մարիա, ոչ մի բանից մի նեղվի։ Ես չեմ ուզում էլ քեզ այս վիճակում տենամ։ Ես չեմ ուզում, որ նոնան տանջվի։ Ես չեմ ուզում, որ իմ պատճառով տանջվի։ Ու չեմ էլ ուզում, որ ինքը իրեն մենակ զգա։ Բարդ է։ Շատ բարդ է։ Բայց դու պիտի հասկանաս, որ քո մոր դեպքում դու այդ ժամանակը չունես։ Հետո այդ վախը ավելի սարսափելի է դառնալու։ Ես չգիտեմ ինչ անեմ։ Մենք միասին կմտածենք։ Ես քո հետ եմ, լսում ես ինձ։ Քո հետ եմ։ Էս Մարիան քեզ հետ չի, Դավիթ։ Չէ, անի մոտ եմ տարել։ Հիմա միասին են։ Ճիշտ ասած, ուզում եի ձեր հետ խոսել դրա համար մենակ եկա։ Դավիթ, անհանգիստ ես։ Ինչ որ բան է եղել։ Ուզում եմ Օֆելիայի մասին խոսենք։ Ես գիտեմ, որ դուք ձեզ վատ եք զգում, ու գիտեմ նաև, որ ես իմ խառնվելու թեման չի, բայց չեմ կարող չխոսել, որովհետև այս հարցը ուղիղ կապ ունի իմ ու Մարիայի հետագա կյանքի հետ։ Ես սկսում եմ չհասկանալ։ Դավիթ, Օֆելիան քեզ ինչի է սկսել անհանգստացնել։ Ինձ Օֆելիան չի անհանգստացնում, ինձ Մարիայի վիճակն է անհանգստացնում։ Ինքը չի խոսում իր ցավի մասին, չի կիսվում իր ապրումներով կապված Օֆելիայի հետ, բայց ես զգում եմ, տեսնում եմ, որ տանջվում է։ Ես ուզում եմ, որ իմ ու Մարիայի կյանքը լրիվ նորեջի սկսվի։ Չեմ ուզում, որ անցյալից եղած որևէ պատմություն մեզ խանգարի։ Դրա համար Մարիային մի բան եմ առաջարկել։ Ու ինչ ես առաջարկել։ Որ խոսի Օֆելիայի հետ ու փորձի հասկանալ։ Դավիթ, կներես, բայց ես սկսում եմ քեզ չհասկանալ։ Դու շատ հեռուն ես գնում։ Մարիային ես եմ մեծացրել, ես եմ Մարիային դաստիարակել, ու Օֆելիան իր կյանքում չի եղել։ Ես հասկանում եմ ձեզ, ձեր բարկությունն էլ եմ հասկանում,
Բայց Մարիայի ու Օֆելիայի այս անհասկանալի հարաբերությունները Մարիային շատ են անհանգստացնում։ Դուք շատ բան եք արել Մարիայի համար, ինքը ինձ պատմել է, բայց բոլորս էլ գիտենք, թե Օֆելիան ինչ վիճակում է եղել, որ Մարիայից հրաժարվել է։ Ինքը հենց այնպես չի թողել, պատճառը չէ ունեցել։ Դավիթ, ինչեր ես խոսում։ Ինչ ես ասում։ Դու ուզում ես նենց անես, որ Մարիան իմ թշնամունների։ Դու եկել ես ու արդարացնում ես այն կնոջը, ում ես ատում եմ, ով իմ թշնամին է, հա։ Մարիա ջան, ես ինչ խառը պատմությունների մեջ ես բոլորից գցել։ Նայան։ Ես ինչ համար։ Ախր Դավիթը պիտի գար քո հետևից, ես ինչ ես արել։ Անհանգստացի։ Էս Դավիթն է նվիրել։ Լուրջ ես ասում։ Ես երբ եք հասրել։ Դավիթն ու Աբուլը մեր տուն էին եկել։ Դավիթը պապայի հետ ուզում էր խոսարեն, խառը դեպքերի հետ կապված։ Ճիշտն ասած, չգիտեի, որ սենց մտադրություն ունի։ Չէի սպասում։ Հիմա ուրախությունից կփայտեմ ես։ Վայ, շնորհակալ եմ, Տեր, շնորհակալ եմ, որ ինձ լսեցիր։ Հիմա սիրտս դուրս կտրնի ու քեզ կգրկի։ Այսօր ամբողջ օրը իրար հետ ենք եղել։